Հանրապետության մայրաքաղաքի գլխավոր հրապարակում երկրի գլխավոր կառույցների կողքին ազատամարտիկների միության շենքի տեղակայումն արդեն նախանշում է գործող նախագահի վերաբերմունքը հասարակության այդ խավի հանդեպ։ Հարգելի մարտական ընկերներ, դիմելակոչով Բակո Սահակյանը սկսեց իր զրույցը լսարանին նախ ներկայացնելով կատարած աշխատանքի հաշվետվությունը, որին ի պատասխան մենք ձեր զինվորն ենք ու շարունակելու ենք լինել, նախաբանով հանդես եկան հանրապետության բոլոր շրջաններից հավաքված ազատամարտիկները։ Եկեք չմտածենք նոր խարույկ կառուցելու ու վարելու համար, այլ մտածենք, որ նրա աշխատանքի շնորհիվ ստեղծված է խարույկը, մնում է լուցկին վառենք եւ խարույկը պիտի բոցավառվի։ Երկրի ճակատագրական օրերի պատասխանատվությունը ամբողջ ազգի առաջ փառքով կրած ազատամարտիկներն այսօր էլ պատվով իրենց անգնահատելի ավանն են բերում պետականաշինության բարդ գործընթացում, ընդգծել է Բակո Սահակյանը, շարունակելով, թե քաջատեղյակ է այն բազում խնդիրներին, որոնք մտահոգում են նրանց ու դանդաղեցնում համատեղ ընթացքը։ Իսկ այդ խնդիրների մասին ազատամարտիկները միանգամայն ազատ ու անկաշկանդ բարձրաձայնեցին Գերագույն գլխավոր հրամանատարից, ակնկալելով ինչպես միշտ իրական պատասխաններ։ Դրանք վերաբերում էին սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ծրագրին, բժշկասոցիալական փորձաքննության բաստողումներին, պայեստազորի ներուժի շարունակական օգտագործմանը, ինչպես նաև համազգային նշանակության խնդիրներին։ Պատասխաններում Բակո Սահակյանի ձևակերպումները բանաձևային էին։ Միայն աշխատանքի ազնվության ու հայրենասիրության ներդաշնակմամբ են հաղթահարվելու բոլոր խնդիրները, սրան այլընտրանք գոյություն չունի։ Հանդիպման ավարտին ազատամարտիկների միության վարչության որոշումը հրապարակեց վարչության անդամ Վլադիկ Խաչատրյանը, որն ընդունվել էր նախօրեին։ Արցախի ազատամարտիկների միությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործող նախագահ Բակո Սահակյանի վարած ներքին եւ արտաքին քաղաքականությունը գնահատում է որպես հավասարակշռված պետական եւ ազգային շահերին համահունչ։ Վերջին 5 տարիներին նոր որակ է ստացել երկրի զարգացման դինամիկան։ Գործող նախագահը հատուկ ուշադրության կենտրոնում է պահել բանակաշինության եւ պաշտպանության գործընթացը։ Մեծ աշխատանք է տարել Պաշտպանության բանակի մարտունակության բարձրացման, զոհված ազատամարտիկների ընտանիքների եւ հաշմանդամ դարձած զինծառայողների սոցիալ-կենցաղային խնդիրների լուծման ուղղությամբ։ Այս ամենը հաշվի առնելով Արցախի ազատամարտիկների միությունը հայտարարում է, որ վստահում է Բակո Սահակյանին եւ սույն թվականի հուլիսի 19-ի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի ընտրություններում պաշտպանում է նրա թեկնածությունը։